Ես հակերտ ուրեմն ներկայացնեմ այն ընտրախախտումները, որոնք համակարգային բնույթ ունեն, որովհետև դա մենք ոչ թե մեկ տեղամասում եւ մասնավոր դեպքեր ենք նկատել դիտորդների օգնությամբ, հիշեցնեմ, որ մեր դիտորդների թիվը 123-ն էր 47 տեղամասի համար։ 123 դիտորդներից եկած տեղեկատվությունը ամփոփ ձևով։ Ուրեմն ամենակարևոր բանից եմ ուզում սկսել այդ նախընտրական քարոզարշավի վերջի փուլը։ Վերջի շաբաթվա ընթացքում գործող իշխանությունների հետ փոխկապակցված Civic AM կայքը հրապարակել է հեղինակավոր սոցիոլոգիական հարցման արդյունքներ, շակերտներում եմ ասում, որը վաղաշաբաթի ընտրությունների ընդգծված առաջատարն է ներկայացվել քաղաքացիական պայմանագրի թեկնածու Մեխակյանը։ Ընտրական օրենսգրքի 22 հոդվածի երկրորդ մասը սահմանում է, որ թեկնածուների ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս հարցումն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը, ընտրանքի ձևը, վայրը եւ այլն, այսինքն շատ մանրամասն թե ինչպիսի հարց։ Տվյալ դեպքում դա չի հրապարակված, ինչը հանդիսանում է օրենքի խախտում։ Եվ գիտեք, այդպիսի հրապարակումները հիմնականում արվում են ընտրողների վրա էական ազդեցություն թողնելու վրա։ Քվեարկության փուլի հետ կապված, ուրեմն մի շարք ընտրատեղամասերի անմիջական հարևանությամբ, սա ամենատարածված ընտրորում խախտումը, որ մենք նկատել ենք, հաճախ առաջացել են քաղաքացիների չթույլատրված կուտակումներ։ Ընդ որում ոստիկանությունը հաճախ անուշադրության է մատնել դրանք, իսկ մեր հորդորներով ցրելուց հետո դրանք շատ արագ վերականգնվել են, ընդ որում ակնհայտ էր, որ այդ կուտակումների կողմից ընտրությունների գնացող քաղաքացիների վրա իրականացվող ներգործությունը ուղղակի բացահայտ էր եւ անընդհատ դա կրկնվում էր։ Փաստացի մենք արձանագրել ենք այն իրողությունը, որ թեև ընտրական օրենսգրքի 22 հոդվածի 3-րդ կետով արգելվում է քաղաքացիների եւ մեքենաների կուտակումը ընտրատեղամասերի հարևանությամբ, օրենքի այս պահանջը խախտելու համար շոշափելի իրավական պատասխանատվություն նախատեսված չի եւ այդպիսի կուտակումներ պարբերաբար առաջանում են, ընդ որում հաճախ ընտրողների կամքի վրա ներգործության ընդգծված միտումով։ Կուտակումներ եղել են ոչ միայն ընտրատեղամասերի դրսում, այլ նաեւ ներսում, եւ դա գրանցել ենք մենք բազմաթիվ տեղամասերում, համարները ձեզ կտրամադրվեն, որոշ տեղամասերում նույնիսկ պարզապես տեղաշարժվելն է դժվար եղել կուտակումների պատճառով։ Արդյունքում խախտվել է ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն քվեարկության սենյակը պետք է լինի հնարավորինս ընդարձակ եւ բավարարի հետեւյալ պահանջներ, այնտեղ պահանջները տալիս է ընտրական օրենսգիրքը, որը մենք նկատել ենք եւ հատկապես գյուղական բնակավայրերում այդ պահանջները շատ դեպքերում չէր պահպանված։ Դուք գիտեք, որ 15 ընտրողից ավել չի թույլատրվում, որ միաժամանակ գտնվեն ընտրական սենյակում, որտեղ քվեարկությունն է տեղի ունենում, բայց որոշ դեպքերում նաև այդ թիվն է խախտվել եւ շատ հանձնաժողովի նախագահներ, չիմանալով ամենայն հավանականությամբ, ուղղակի չէին արգելում ընտրողներին, որպեսզի նրանք հերթականությամբ մուտք գործեն, երբ որ մեկը դուրս է գալիս դրանից հետո։ Մենք բազմիցս ականատես ենք եղել բաց քվեարկության դեպքերի, սա եւս տարածված էր, երբ քաղաքացին փաստացի քվեարկում է ընտրախցիկից դուրս, կամ քաղաքացուն քվեարկելուց մոտենում է մեկ այլ քաղաքացի եւ հուշումներ անում կամ ընտրական հանձնաժողովի նախագահը միջամտում է քվեարկության գործընթացին։ Այսինքն հստակորեն երևում էր, որ կամ քաղաքացուն ուղղորդում են, ուզում են մինչև վերջ ուղղորդել, կամ հանձնաժողովի նախագահը կամ հանձնաժողովի անդամներից մեկը օգնում էր, նորից ասեմ, ճակորդներով, որպեսզի այդ քաղաքացին քվեարկեր եւ ամենայն հավանականությամբ ցույց տար, թե ինքը որ համարի քվեաթերթիկն է դնում ծրարի մեջ։ Որոշ տեղամասերում եղել են դեպքեր, երբ քվեաթերթիկների տրցակը ոչ ամբողջական է տրամադրվել, կամ տրցակում եղել են նույն համարի երկու քվեաթերթիկ։ Էլի մի քանի տեղամասերում մենք համարները գտանք։ Այսինքն մի քանի հատ ավել էին դնում, որպեսզի հավանականություն լիներ, որ իրենց ցանկալի համարի քվեաթերթիկը մեծ հավանականությամբ դրա վրա փակցվեր դրոշմանիշը եւ ընկներ քվեատուփի մեջ։ Մի շարք ընտրական տեղամասերի մոտ արգելված հեռավորության վրա եղել են փակցված գովազդային պաստառներ։ Հատկանշական է միաժամանակ, որ օրինակ 19-րդ տեղամասում բացակայում էր ընտրատեղամասի համարը, որը պետք է տեսանելի փակցված լիներ մուտքի մոտ։ Այսինքն մենք նայում ենք
տեղամաս, որտեղ պիտի լինի համարը տեղամասի մարդիկը գնան քվեարկության, տեսնում ենք համարը չկա, բայց փակցված է տեխնացուներից մեկի պաստառը։ Այսինքն ստացվում է, որ մարդիկ գնում են այդ տեղամաս այդ մարդուն քվեարկելու։ Բազմաթիվ ընտրական տեղամասերում իշխող ուժի վստահված անձին կտրողների բացահայտ հաշվարկային վարում, թուղթ ու գրիչով եւ դրսում ընդ որում եւ ներսում։ Արկա ցուցակներում նշելով ենթադրաբար իրենց օգտին քվեարկող ընտրողներին։ Մեկ անգամ ստուգում էին մուտքից դուրս, հետո մեկն էլ իրենց հորդորով ներսում էր ստուգում արդյոք քվեարկեց, ճիշտ քվեարկեց թե չէ եւ համապատասխան նշում էին դնում։ Թիվ 23 տեղամասում վստահված անձը տևական ժամանակ նստած է եղել քվեատուփի մոտ։ Այսպիսի դեպքեր մենք էլի ենք արձանագրել, երբ որ վստահված անձին ըստ էության իրենց վերապահում էին հանձնաժողովի անդամի լիազորություններ, որ իրավունք չունի ընդհանրապես քվեատուփին, ոչ թե այլ հանձնաժողովի գործունեությանը որևէ միջամտություն անել վստահված անձը։ Իսկ թիվ 2 տեղամասում վստահված անձը հանձնաժողովի անդամների հետ հավասար նստած է եղել սեղանի մոտ, որտեղ տեղի էր ունենում քվեաթերթիկների հաշվարկը։ Հասկանում, եւ դա ֆիքսվում էր ընդ որում տեսա կամերայով, այսինքն ամբողջությամբ ամբողջ ժամանակ այդ մարդը նստած է եղել եւ հաշվարկին ըստ էության անմիջական մասնակցություն ունեցել, որը ուղղակի անթույլատրելի է։ Որոշ ընտրատեղամասերի մոտ նույն մեքենաները բազմակի անգամ խմբերով ընտրողների էին բերում քվեարկության։ Ընդ որում այդ մեքենաների վրա մինչև կեսօր, հետո մեր զգուշացումից հետո հանեցին, կար պաստառներ, թե դա որ համարի ուրեմն տեխնացուի նկատի ունեմ կուսակցության մեքենան է, որովհետև վրան պաստառը կար եւ նա մի քանի անգամ բերում էր ընտրողներին, գնում նորից բերում։ Մենք նկատել ենք, որ ամենաշատ տարածվածը համար 1 եւ համար 7 թվերով մեքենաներն էին,